Ողջույն, Գործարար Ալիքի եթերում վերաթացող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք նախկին սփյուռքահայերի հետ, որոնք դարձել են հայրենադարձ։ Այսօր մեր հյուրն է Սիրիայից Արմենակ Թոքմաջյան։ Ողջույն Արմենակ ջան։ Ողջույն, շնորհակալություն հյուրընկալության համար։ Խնդրեմ, ուզում ենք իմանանք դուք երբ եք հայրենադարձել, ու ինչա ձեր հայրենադարձության պատճառը ու ինչքան ժամանակ այստեղ եք։ Բարի, ուրեմն ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում, մենք գյումրեցի ենք, հայրս եւ մայրս Գյումրիում են ծնվել։ Ես ծնվել եմ Երևանում, բայց 4 տարեկանից տեղափոխվեցինք Հալեբ։ Դա 93 թվականն էր, հայրս բարեգործականի Սարյան ակադեմիայի ուսուցիչն էր, 1 տարով գնաց, բայց մնացինք այնտեղ մոտ 20։ Ավելի բացատրենք Սարյան ինստիտուտը Հալեբում մշակութային կամ արվեստի դպրոցը։ Այո, Սարյան նկարչական ակադեմիա Մարտիրոս Սարյանի Հալեբի հայկական համայնքի այո, բարեգործականի, այո, բարեգործականի շենքում էր եւ այնտեղ գալիս էին հիմնականում հայ երեխաներ, բայց տարբեր համայնքներից, այո։ Եվ այդպես մնացինք երկար տարիներ, ես անձամբ մնացել եմ մոտ 18 տարի, վերջը գնացել եմ Եվրոպա մոտ 10 տարի եւ վերջերս տեղափոխվեցինք Հայաստան։ Հիմնական, տեսեք, տարբեր պատճառներ կան, կարելի է այդ պատճառները քննարկել, բայց հիմնական պատճառը, խորքային պատճառը դա ինքնության հարցն էր, մեր ինքնությունը պահպանելու հարցն էր։ Ոչ դե ես որպես առաջին սերունդ այդքան վտանգված չէր, բայց հիմնականում իմ երեխաների 4 սերունդները վտանգված են։ Մանավանդ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում եւ սա գիտեք ոչ միայն ինքը էմոցիոնալ որոշում չէ, ես որ ինչ որ չափով իմ մասնագիտության մեջ է եւ ես երկար տարիներ մտածում էի թե մենք մեր ինքնությունը ինչպես կարող ենք պահել, որովհետեւ ես Հալեբում եմ մեծացել, Սիրիայում եմ մեծացել, Հայաստանում չեմ մեծացել եւ այնտեղ մենք ոչ միայն պահում էինք հայկական ինքնությունը, այլև զարգացնում էր հայ համայնքը, ինչպես Լիբանանում, Հայաստանում, Եգիպտոսում եւ այլն։ Բայց Եվրոպայում իմ մոտեցումը փոխվեց, մոտեցումը հիմա այն է, որ եթե մենք ուզում ենք հայ մնանք, մենք կարող ենք դա անել մենակ Հայաստանում։ Երևի կան բացառություններ, բայց այդ փոքր ինքնամփոփ համայնքները հայկական աշխարհում արդեն չկան այս գլոբալիզացիոնի։ Նույնիսկ Լիբանան, որ ասում եք, Սիրիա ասում եք, լրիվ փոխվեց, հաջորդ ցելենտները չունեն, արդեն ամուսնությունները շատացել են օդարների հետ, մենք բան չունենք ասելու, բայց եթե ուզում ես ինքնությունդ բահես ու ես ազգը գնա առաջ, պետք է գաս Հայաստան։ Միանշանակ ու ասում ենք դա, որ անկախացավ, մենք անկախությունից առաջ չենք խոսում ենք հիմա անկախություն կա, որոշ չափով երկիրը առաջացած է, միջազգային համբավ ունի, ունենք անելիք ստեղ, բիզնեսներ կան, որոշ բիզնեսներ, որ գարիք ունեն մարդկանց, խոսանք նաև ձեր առաջին քայլերի, դուք ինչ մասնակցություն ունեք ու ինչպես ուզեցաք Հայաստան ապրելով աշխատել նաև։ Այո, իմ մասնագիտությունը ես Սիրիայում եմ սովորել եւ Ֆինլանդիայում։ Սիրիայում սովորեցի միջազգային հարաբերություններ, ապա գնացի Ֆինլանդիա 2012 թվականին եւ մագիստրատուրաս ավարտեցի հակամարտություններ եւ խաղաղություն գծով։ Տեղային կենտրոնացումը հիմնականում Սիրիայի եւ Միջին Արևելքի վրա է, Սիրիա, Լիբանան, Հորդանան եւ Թուրքիա։ Պետք է այս տարի դառնամ դոկտոր, մինչև տարվա վերջ պիտի պաշտպանեմ թեզս, որը արդեն գրել եմ, բայց հիմնականում ես ակադեմիայից դուրս եկա, ակադեմիական ոլորտից դուրս եկա եւ մտա think tank-ի ոլորտը, դա ավելի հիմնականում նախ աշխատեցի համալսարանների հետ, բայց վերջը տեղափոխվեցի հետազոտական կենտրոններ են, որի նպատակը հիմնականում երկրների կամ ազդեցիկ խաղացողների քաղաքականության վրա ազդելն է։ Հիմա աշխատում եմ Carnegie Endowment for International Peace, աշխարհի ամենամեծ think tank-ներից մեկն է, իրանց Բեյրութի օֆիսում, հեռակա Երևանից։
մանավանդ COVID-ից հետո հերակա աշխատելը բավականին դյուրացավ, դա մեծ առավելություն է եւ դա օգնեց շատ որ Հայաստան տեղափոխվենք միաժամանակ տարբեր ոլորտների մեջ տարածվեցի կարող ենք դրա մասին էլ խոսել բայց հիմնականում իմ մասնագիտությունը դա է եւ տնից եմ ես աշխատում մեծ առավելություն է եւ ամուսնացել եք ստեղ թե Սիրիայում այստեղ եմ ամուսնացել այստեղ եւ Հունգարիա իմ կինս հունգարացի է առաջի հարսանիքը եւ եկեղեցական հարսանիքը Հայաստանում էր, երկրորդը Հունգարիայում։ Մենք 2018 թվականից սկսեցինք գնալ գալ Հայաստան, տարվա մի մասը, 1/3 անցկացնում ենք Հայաստանում, 2/3 դրսում։ Այդ ընթացքում կինս շատ լավ հայերեն սովորեց, հիմա գրեթե անկախ հանգիստ հայերեն է խոսում։ Եվ ունեցանք Աստված մեզի պարգևեց երկու երեխա տղա եւ աղջիկ տղաս արդեն 7 տարեկան վաղը 7 տարեկան է դառնում շնորհավորում ենք աղջիկս էլ 2 շաբաթ առաջ դարձավ 1 տարեկան իսկ Սերգին էլ մեծ հաջողով ուզում աստեղ մնա չէ տեսեք բան է ես չեմ ուզում շատ ռոմանտիկ պատկեր տամ ավելի իրատեսական պատկեր տամ դժվարություններ եղել են եւ կան բայց կինս եթե ասեմ կարող չհավատակ երբեմն շատ բաների կա որ ինքը ավելի լավ է հարմարվում ավելի հեշտ է հարմարվում Հայաստանին քան ես որովհետեւ երբեմն որ տհաճ վատ բաներ ես տեսնում դա մի քիչ կրկնակի ազդում քո վրա որովհետեւ վերջ-վերջո քո երկիրն է քաղաքն է ծառ են կտրում ավելի ցավով ես մոտենում բայց իր համար այդ երբեմն շատ ավելի թեթև է տանում շատ ուշադրություն չի դարձում իր կյանքը շարունակում հայերեն սովորելու գործոնը շատ օգնեց մեզ ինքը ասեն այն աստիճանի որ մորս հետ ինքը օրինակ հայերեն է գրում այն ժամանակ ու մենք նույնիսկ գրում ենք կարդում է ճիշտ է որ սահուն չէ accent ունի բայց այո գնում է մենակ քաղաքում ինչ ասեմ բժշկի մոտ մեծ ամասամբ կարողանում է հայերեն խոսալ ինքը յուրահատուկ է Հայաստանում այդ ամեն ինչը հաճելի է դժվարություններ կան մենք ապրել ենք Բուդապեշտում Բուդապեշտը հրաշալի քաղաք է լայն փողոցներ երթևեկությունը շատ լավ կազմակերպված կանաչություն փոքրիկներ երեխաների համար լիքը կանաչ տարածք որը Երևանում ցավոք այդ ամեն ինչի դժվարությունները ունենք եւ այսպիսի մանր հարցեր են որ բայց երեխեքի հետ լեզուն էլի հայերեն է այո ես երեխաների հետ հայերեն եմ խոսում իրենք մայրենի նման հայերեն են խոսում հունգարերեն էլ եւ արդեն մեծ տղաս մենք իր այդ երբեք անգլերեն չենք խոսացել եւ մեր փորձից մեզ լեզվագետ չեմ բայց ով որ ասենք ում համար որ սա հետաքրքիր է մեր փորձով երբ որ ծնողները մայրենիով են խոսում իրանց երեխաների հետ եւ ոչ թե անգլերենով կամ ֆրանսերենով իրանք շատ լավ յուրացնում են մայրենի լեզուն եւ չգիտենք ինչպես ինքը անգլերեն էլ է սովորել այսինքն ինքը մենք երբեք անգլերեն չենք խոսացել իր հետ դրոցում մի քիչ առաջի տարին է գնում դրոց մանկապարտեզը կիսով չափ Հայաստանում էր գնում որտեղ անգլերեն չէին էլ անցնում հեռուստացույց չունենք մենք տունը հեռուստացույց չի նայում թաբլետ չունենք չի նայում մի քիչ դեմ ենք այդ բաների դե ճամփորդելուց ինքը մի երևի 16 երկիր եղել է այսինքն ասածս այն է որ ինքը ոչ թե ուզում եմ տղայիս գովաբան եմ այլև երեխաներ շատ հեշտ ընկալում են անգլերեն, ֆրանսերեն ամենափոքր դարիքով դարան 3-4 լեզու սովորեն իսկ ենթադրում եմ հակառակ անելը ավելի դժվար է ասենք անգլերեն եթե սովորացնես հայերենը բարդ լեզու է եւ այլն արդեն դպրոցում ինքը հիմա գրել, կարդալ սովորում է գալով ծեր մասնակցության դուք մասնակցության մեջ խորացաք որոշ չափով այդ ուղղությունները որ ասեցիք Ֆինլանդիայում դուք խաղաղություն, այսինքն բանակցություններ, քաղաքական բանակցություններ եւ աշխարհի մեջ որտեղ որ թեժ գեդեր կա ուսումնասիրում եք թե միան միջին արևելքը հիմնականում միջին արևելք եւ մի քիչ էլ Կովկաս որովհետեւ Հայաստան տեղափոխվելով ես երկու ոլորտի մեջ մի քիչ տարածվեցի դա IT ոլորտն է եւ Կովկասում որտեղ բնականաբար մեր մոտ էլ այդ խնդիրները կան դժվարությունները շատ են իհարկե այս բոլոր 50-60 տարի
զարմանալի է երում այս ամեն շրջանները զարմանալի է, բայց նաև նկատում եք, որ ժողովուրդներին շատ հեշտ համոզում են սդից պրոպագանդաներով, նաև նկատել ենք, որ համաշխարհային էլ նախագահների, ղեկավարների որակը շատ է իջել, ասենք մեծ երկրներում նաև որ ինչքան առաջ ավելի քիդագից ու ավելի դպավորիչ մարդիկ էին նախագահների, հիմա փոխվել են արդեն հարկանքդ պակասում է ղեկավարների, բայց նաև խնդիրները մնում են նույնը, խաղաղություն չի լինում, սդից խոստումները շատ են, ով ավելի ուժեղ է հաղթում է որոշ տեղեր, ինչպես է ձեր մոդեցումը այս ամեն ինչին։ Ինչ որ նշեցիք գլոբալ փոփոխություն է, հիմնականում մենք գնում ենք ավելի այդ ուժի կիրառման կամ ուժի կիրառման ներքո բանակցություններ անելու այդ ամեն ինչի այդ միջազգային դիվանագիտությունը, որ զարգանում է հիմա, այդ տարբերություն օրինակ 10, 15, 20 տարի առաջ։ Ես թեզիս մի մասը այս ամեն ինչի մասին է, բայց Սիրիայի խորագրով։ Օրինակ Սիրիայում մենք նկատում ենք, որ մեծ փոփոխություն տեղ ունեցավ մի տարի առաջ, Ասադը, որ իր հայրը ղեկավարում էր 1970 թվականից մինչև 2000, վերջը իր տղան մինչև մի տարի առաջ, հիմա ունենք նոր ղեկավարություն, շատ բաներ է փոխվել, բայց երբ որ խորքում, ասենք մոտենում ես եւ ուսումնասիրում ես հասարակությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, օրինակ տնտեսությունը, շատ բաներ կա, որ ինքը նույնն է մնացել, չի փոխվել, բայց որովհետև ներկայացվում է մեծ փոփոխություն, մեծ հաջողություն, միջազգային լրատվամիջոցներում, բայց իրականում բաները դժվարությունները եւ շարունակականությունը ավելի շատ է, քան փոփոխությունը, բայց դուք որովհետև ասացիք լրատվամիջոցների մասին, հիմա ոչ թե շատ լրատվամիջոցներ ոչ թե լուր են վաճառում կոպիտ ասած, այլև հույս կամ ինչ որ ոչ հիմնավորված իրենց ուզած ուղղությամբ։ Իրենց ուզած ուղղությամբ։ Դա վատը, որ արդար չի, այսինքն նեյտրալ չի։ Չէ, բնականաբար մենք դա տեսնում ենք Սիրիայում, Լիբանանում, մեր տարածաշրջանում եւ ամբողջ դրա համար տեսնում ենք օրինակ X-ի, Twitter-ի եւ այլն այդ ալտերնատիվ հարթակները զարգանում են, բայց դրանք է իրանց խնդիրներ ունեն։ Դրանք է չգիտես որն է ճիշտ, որն է սխալ, բայց որակը ասելով, այսինքն ղեկավարները, որ ենթադրենք հիմա Սիրիան օրինակ առնենք, հա Ասադը գնաց, բոլորը չէին սիրում կամ սիրում էին, չգիտեմ ինչպես էր, բայց սպասում ես, որ Սիրիայում լիքը խելացի, տնտեսագետ, թիվանակետ, փորձառու մարդ կա ղեկավարության, գալիս է մեկը, որ heç կապ չունի այս ամեն ինչի հետ։ Դա հույսը գալիս է, բայց գալիս է ուրիշ որակի մարդ, որը էլի ղեկավար լինելու արժեքներ չունի, դա զարմանալին իմ մոտ, որ հասնում ենք մի տեղ, ուզում ենք ավելի լավը, բայց չենք հասնում ավելի լավ մարդուն, բայց այդ մարդիկ կան, բայց այդ մարդիկ էլ չեն մտնում քաղաքականություն, ճիշտ է։ Այո, դες երկրորդ այդ նկետը, որ ամփոփեցիք, այդպիսի մարդկանց համար դժվար է, օրինակ Սիրիայում հիմա նախագահը բավականին ներկայանալի բան ունի, ներկայանալի է, օրինակ իր խոսակցությունը, արաբերենի մակարդակը, իր վարքը, պարքը եւ այլն, բավականին բայց Բաշարն էլ միանշանակ, բայց ինչ եմ ուզում ասել, որ իր հետ այնպիսի մարդիկ կան, որ օրինակ ISIS-ի խմբավորման մեջ են կռվել օրինակ կամ Իդլիբում են մնացել 15-20 տարի, իրանք կյանքի մեջ օրինակ Դամասկոսում չեն եղել, երկրից դուրս չեն եկել։ Հիմա այսպիսի անձնավորություններ, ես իրանք գնահատական չեմ տալ, կարող է իրանք շատ լավ մարդիկ են կամ վատ մարդիկ են, բայց այսպիսի անձնավորություններ, երբ որ գալիս են իշխանության, ինստինկտիվ այն սիրիացիները, ովքեր ավարտել են օրինակ Կոլումբիայում կամ Ամերիկայում կամ Եվրոպայում կամ Լոնդոնում եւ օրինակ 10-15 տարի ապրել են դրսում, իրանք վերադառնում են իրանց հայրենիքը Ասադից հետո եւ այլն, ուզում են ինչ-որ բան փոխեն, բախվում են ծանր իրականությանը, մի զգալի մաս թողնում գնում է, բայց կան որ փորձում են մնալ, բայց առաջ գնաց չի լինելու, որովհետեւ այդ մարդկանց շնորհիվ չես կարող մարդ որ չգիտի իր բնակավար ու իր մասնակցությունը չի դրել ես աթորի վրա, ասում ես
ղեկավարի ինքը ոնց է տեսլականի հարց է, եթե դու որպես չէ տեխնոկրատ են ասում, որպես մասնագետ, որը քաղաքական կոնկրետ դիրքորոշումներ ունի, եթե որպես մասնագետ դու իրանց տեսլականին հավատում ես կամ չես հավատում, բայց աջակցում ես, դու տեղ կգտնես։ Բայց եթե ոչ, այսօրվա Սիրիայում բավականին դժվար է։ Դժվար է, շատ խառնավիտ է։ Նաև դիվանագիտության մասին խոսակ։ Դուք դիվանագետ կարող է անվանվեք, թե Չէ, ես դիվանագետ չեմ։ Դուք քաղաքական մի օր վերլուծաբան։ Դիվանագիտության մեջ շատ բաներ կա, որ մենք մեզ հաղորդում ենք ինչու է, որ կարողանանք համոզել մեր սփյուռքահայերին, որոնք, չգիտեմ, ցեր համար զարմանալի է, թե միայն իմ համար, որ մենք անկախությունից հետո շատ ավելի մեծ հոսք ենք սպասում, որը բոլորը ասում էին հայրենիք, բայց ոչ ոք այդ քայլը չարեց, ոնց որ մենք արեցինք, ինքը անհնար քայլ չի, ճիշտ է, որոշ դժվարություն ունի, բայց մենք եկանք, ես 20 տարի այստեղ եմ, ես ոչ էլ ուզում եմ այստեղից գնալ, որով ինքնության հարցը արդեն լուծված է, բարոյական շատ բաներ լուծված են որպես ընտանիք, ու մարդիկ չեն եկել։ Մենք մեր դիվանագիտությունը կամ մարքեթինգը ասենք ոնց օգտագործենք մեր հայ սփյուռքին, որոնք բազմահազար են, որ կարողանանք դրանից մի քանի 100,000-ը քոնե մոդագա շրջանում բերենք Հայաստան։ Ունեն իրենց խնդիրները, բայց ոչ ոք քայլ չի անում։ Հա։ Տեսեք, փորձեր շատ են եղել, բայց հաջողություն ես չեմ ուզում ամբողջական գնահատական տամ, բայց բանի մասին խոսանք, օրինակ տեխնոլոգիայի ոլորտում այդ համագործակցությունը, որ դուք նշեցիք, Հայաստանի լինի պետական կառույցների կամ ոչ պետական կառույցների եւ սփյուռքահայության կամ դրսում ձևավորված կառույցների մեջ դա բավականին հաջող է ստացվում։ Օրինակ Հայաստան, գիտեք, շատ հետաքրքիր բան կա Հայաստանում, սա պատճառներից մեկն է, որ շատերը պետք է շահագրգռված լինեն Հայաստան տեղափոխվելու։ Կոնկրետ IT-ի ոլորտում Հայաստանը եւ այն մարդիկ, ովքեր այստեղ աշխատում են եւ նորարարություններ են անում, շատ բան ունեն առաջարկելու միջազգային մակարդակով։ Չեմ ասում Silicon Valley կամ Սինգապուր, բայց բավականին լավ։ Օրինակ, չես համեմատի Սիրիայի, Լիբանանի, մեր նույնիսկ մեր հարևան երկրների, օրինակ Թուրքիան ինքը շատ մեծ երկիր է, հզոր երկիր է, տնտեսություն ունի եւ այլն, բայց այնպիսի ստարտափեր են դուրս գալիս Հայաստանից, տեղափոխվում են Ամերիկա, դառնում են մուլտիմիլիարդանոց մեծ կամպանիաներ, որ ուրիշ տեղերից դա մենք չենք լսում։ Օրինակ, սա ինչ որ չափով մենք պարտում ենք տեղում ձևավորված կառույցներին, որոնք կառուցողաբար են մոտեցել ամեն ինչին եւ դրսում ձևավորված։ Հիմա այս փորձը կարելի է տարածել դիվանագիտության վրա, կարելի է տարածել տնտեսության վրա, կառույցները պետք է ձևավորվեն։ Իսկ վերադառնալիս գնացիք Գյումրի, տեսնում եք ձեր բարեկամները ստեղ են։ Այո, իմ բարեկամները ազգականները հիմնականում Հայաստանում են։ Դա պատճառներից մեկն է, որ մենք մեր տեղափոխությունը ստեղ համեմատաբար ավելի հեշտ եղավ եւ մենք բավականություն ենք ստանում բարեկամների հետ շփվելուց եւ ընկերների հետ շփվելուց։ Պետք է ասեմ, որ բարեկամներից բացի իմ մանկության ընկերներից մի քանի հոգի հիշում եք 4 տարեկանով եք։ Միանշանակ ես օրինակ իմ հարևանը, օրինակ Բեռնակ Կարագյուլյանը, որ կարծեմ մի քանի շաբաթ առաջ ձեր հյուրն էր, իր ամուսնու հետ, Հովիկ հետ, երկուսն էլ իմ մանկության ես եւ գնացի մանկապարտեզ Հալեպում, իրանք իմ դասարանում են, մենք մինչեւ ընկերներ ենք եւ մի քանի ընկերներ ունենք, որ իրանք ավելի շուտ են տեղափոխվել Հայաստանում։ Այդ ընկերային շրջապատը եւ ծանոթությունը, որ կա, դա մեծ բավականություն է տալիս մեզ եւ շատ է օգնում։ Դա դրսում ձևավորելը համեմատաբար դժվար է։ Ես շատ երկրներ եմ եղել ու շատ մեծ ընկերների եւ ծանոթների ցանց ունեմ, բայց դա այդ յուրահատկությունը Հայաստանում դեռ պահպանված է։ Ինչ վերաբերվում է Գյումրիին, շատ եմ սիրում Գյումրիին։ Մենք շատ։ Այո։ Մենք այնտեղ պապենական տուն ունենք, որը կառուցվել է դեռևս 1800 թվականների վերջում։
մեր նախապապերը եկել են Էրզրումից Ալեքսանդրապոլ, Գյումրի, շատ ուրախ եմ, որ հայրս հատուկ ուշադրություն է դարձնում մեր տանը, մեր այնտեղ ուղղակի այդ տունը թանգարան է, հույսով եմ կհյուրընկալենք ձեզ, այդ տունը ուղղակի թանգարան է, մենք այնտեղ արվեստագետ են եղել հիմնականում, շատերը Գյումրիից, այո, եւ ձուլագործ, Տոկմաջի ձուլագործ է նշանակում, նույնիսկ դեռ ցարական Ռուսաստանի ժամանակվանից ունենք նմուշներ, մի խոսքով երբ որ գնում եմ ես Գյումրի, վերասիրահարվում եմ քաղաքին, վերասիրահարվում եմ մեր տանը, մեր պատմությանը ու դա քաշում է Հայաստան մնալուն, դա նպաստում է զարգացավ Գյումրին այս վերջի մի քանի տարիները, որը դրական է բնականաբար եւ ի տարբերություն Երևանին իր ինքնատիպությունը համեմատաբար ավելի է պահպանված մակրությունը նաեւ թե շենքերի թե օդի շատ ավելի հաճելի է Գյումրի ապրելը շատ ավելի խաղաղ հանգիստ իսկ հայրիկ որ ընդեղ էր ու դեղափոխվեց հայրիկն ու մայրիկը հալեւ հիմա իր գարոդը արավ այստեղից հիշեց իր նախին ժամանակները թե ինքը նաև ունի փախում որ ինչու փոխվեց որով շատերը սովետ ավելի են նախընտրում քան անկախությունը ճիշտ է այո մենք հայրս բանի սպյուրքի կյանքին համակերպվել էր շատ լավ ինքը ոչ միայն այնտեղ նկարում էր դասավանդում էր այլ մշակույթի գործունեություններ մշակութային գործունեություններ էր տանում դա շատ բան սովորացրեց մեզ համայնքին եւ դարձավ համայնքին ծանոթ անձնավորություն մորս համար ավելի դժվար էր որովհետեւ 3 երեխա մեծացնելը բնականաբար հեշտ չէր սա 30-35 տարի առաջ օտար միջավայրում ինքը բարձրագույն կրթություններ ստացել միանգամից տեղափոխվեց Հայաստան հալեբ որտեղ օտար դիպլոմաները չէին ընդունում լեզվի հարցը մի քիչ արաբերեն սովորեց որ մեծ սովորացնի շատ փակ երկիր էր այդ դժվարություններ կային վերադարձը նախ դժվար էր որ իրանց համար էլ իրանք էլ եթե ինձ հարցնեք ինչ որ չափով իրանք են հայրենադարձ որովհետև 22 տարի դուրս ապրելը նշանակում է որ շատ բան է փոխվում այդ ընթացքում բայց վերադարձան մի քանի տարվա մեջ կարողացան վերահաստատվել նույն են հանգամանքների պատճառով որ մեր լավ սիրիահայ բարեկամների սիրիահայ ծանոթներից ընկերներից մի մասը եկան այստեղ, այսինքն Հալեպի շունչը մնաց։ Դել գար ու իրենց նախնի ընկերներն են գա, չէ՞։ Մեր ազգակցել գա։ Այո, մեր ազգականները բավականին մեծ ընտանիք են Տոկմաջյանները, մի կողմից եւ Իսպիրյանները մորս կողմից, Գյումրի, Երևան մենք հաճախ հանդիպում ենք եւ մեծ տեսեք մի բան էլ ասեմ Հայաստանի մասին, առավելությունների մասին, որ համեմատած դրսի հետ դրսում կառույցները ավելի լավ են աշխատում դա լինի հիվանդանոց կամ օրինակ չգիտեմ ճանապարհները եւ այլն որ դու դրա համար ապահով ես զգում դուք ես Հայաստանում դա զարգանում է կան կառույցներ որ շատ լավ են աշխատում կան որ լավ չեն աշխատում բայց այդ սոցիալական ցանցը որ շատերը ունեն Հայաստանում դա ապահովություն է նշանակում եթե ինչ որ մի խնդիր եղավ ես կարող եմ նվազագույնը ինչ խնդիր լինի մի 3 հոգու զանգել որ իրանք պատրաստական են գան օգնեն կամ եթե ինձ զանգեն չէ դու այդ դա բան է տալիս շատ այդ ապահովության զգացումն է տալիս Հայաստանում եւ պետք է ով որ էլ չունի կարող է այդ ամեն ինչը զարգացնել ձեռք բերել որը դրսում իդեպ դժվար է Ամենակ ես տեխնիկոտ զնվել եմ ոչ ավարգամ ես հիմա ճանապարհը քայլելուց անպայման ցանոթ մարդա դուրս գալիս ինչ որ Եվրոպայում դարիներ ապրել ենք Լիբանանում պես տենց բան չկա այստեղ ցանկացած դեղ մարդ է ճանաչում անպայման պիտի խոսա հետ պիտի գիսվի կամ նաև պիտի հրավիրի քեզ սրճելու կամ իրադունը դա նաև հիմա եթե համեմատենք արևմուտքին լուքսուս է դառնում որ արևմուտքում բոլորը փակված ամեն մարդ իր անհատականություն ունի իր առանցին կյանք ունի շատ ընտանիքները կայքայված այն մարդ իր շան հետ է բդդվում այսինքն մի դեղ ենք հասել որ մարդկությունը քչացել է ուստեղ տեղ պարկ աստծո գա
Շատերը ասում են մենք ենք գնում թե այնտեղ, բայց ես շատ հերոյ եմ տեսնում ապրելով Եվրոպա, գիտեմ որ այստեղ ոնց որ ասեցիք 2 րոպեում 10 հոգի կգա ինչ որ մի բան օգտակար դառնալու, այդ մեր մոտ իսկապես առավելություն է։ Միանշանակ, ես էլ եմ կարծում որ փոխվում է հասարակությունը դեպի այդ ուղղությամբ, բայց դե բավականին չէ, բայց մի քիչ ուրիշ ենք դեռ այստեղ անհատականությունը շատ ավելի քիչ է, ընտանիքները թեր միավորված են, թեր մայրը չի նայում որ 18 տարեկան աղջիկը շուտով գնա դուն գտնի, ինչ որ Եվրոպայում 30 տարի անում են, որ գնացեք մենք էլ մեր հանգիստը ունենանք։ Տեսել եմ, այդ չկա այստեղ ընդհակառակը, ուզում է թող չի ամուսնանա, բոլոր կյանքը իրար հետ են մնում։ Այստեղ ունենք բաներ, որը չի փոխվում, գիտեք, մտայնություններ կա, որ դարիներ թարեր կմնան մարդկանց մեջ, չես կարող դժվար փոխել, մի քիչ կարաս ուրիշ ցևով դաշես, բայց չես կարող հիմնականում փոխես, ինչ որ մեր համար, իմ համար հատկապես շատ ուրախալի է, որ մենք ընտանիքով այստեղ հանգիստ մտքով ապրում ենք։ Ու նաև սպիտակ չարտը, դուք տեսաք նաև Եվրոպա, ինչպես է հայությունը գնում թեպի անհոգություն, նույնիսկ մարդկա չգիտի Հայաստանում ինչ իրավիճակ է այս պահին, էլ չենք ասում մանր-մնուր խնդիրների մասին։ Ճիշտ եք ասում, որտեղ ես մոտ 7 թե 8 տարի այնտեղ Եվրոպայում տարբեր երկրներում ապրել եմ, ես չեմ մեղադրում այնտեղ տեղափոխված հայերին, որ այդ ճանապարհն են ընտրել, գիտեք, հիմա կզարմանաք ինչու, որովհետև մենք լրիվ տարբեր ճանապարհով ենք ընտրել Հալեբում ընտրել ենք մնալ հայ, լեզու, դպրոց եւ հայ համայնքը, տարբեր համայնքներ, մեկ համայնքի մասին չեմ խոսում, մեծ աշխատանք էին տանում եւ շատերը անշահախնդիր, դա սկաուտություններ, ակադեմիան եւ այլն։ Բայց Եվրոպայում հաջողակ անձ լինելու համար դու ինտեգրման մոդելը շատ տարբեր է, դու պիտի մերվես, assimilation, ոչ թե ինտեգրվես։ Հալեբում կարելի է, Լիբանանում կարելի է, իսկ Եվրոպայում հաջողակ, որովհետև եթե դու քո ինքնությունդ պահպանես, դա խնդիր կդառնա ապագային գործ գտնելու կամ օրինակ հասարակական քո կյանքի մեջ եւ այն դա տեսնում ենք Եվրոպայում։ Եվ պատճառներից մեկը այն էր, որ ես, եթե ուզում եմ իմ զավակները հայերեն խոսան, հայերեն շփվեն եւ այլն, դա Հայաստանում ես չեմ կարող դուրսը պարտադրել իրանց, որովհետեւ չես էլ կարող։ Այո, դժվար է։ Մեկ սերունդ առաջ դեռ հնարավոր էր, հիմա այլևս հնարավոր չի։ Վերջի կյանքի երուզերը լրիվ տարբեր է, օրինակ քաղաքները շատ մեծ են, մի անկյունից մյուս անկյունը գնալը, դա ժամանակ է տևում, Երևան համեմատաբար ավելի փոքր է, իրար տեսնելը ավելի հասանելի է։ Այսպիսի մանր խնդիրներ կան, որ բայց այն նման հայ, որ նաև ամուսնացած է Եվրոպացու հետ, ինքը համոզվել է մնում աստեղ, ծեր երեխեքը վստահ եմ շատ հանգիստ են ապրում, իրենց բարապմունքներ ունեն, ուրախ եք իրենց կյանքով, իրենց գիտելիքները նաև բավարարում է, ինչ եք խորհուրդ տալիս տենց մարդկանց Եվրոպայում կոնե, որտեղ որ էիք անեն եւ իրենց կյանքը բարելավեն, որովհետեւ չի որ հիմա որ իրենք ապրում են այնտեղ ուրախ են, գնում ես այնտեղ, հանդիպում ես, առավոտվանից երեկոյան սկսում են դժգոհելու իրենց կյանքից։ Ինչ եք տեսեք, ես կոնկրետ 2 խորհուրդ կտայի, սա իմ գործն է, մենք հոդված որ գրում ենք, չենք գրում ուղղակի գրելու համար, գրում ենք եւ մի ամբողջ մասել խորհուրդներ ենք տալիս։ Ես միանշանակ 2 խորհուրդ կտայի։ Առաջինը այն է, որ կամաց պետք է տեղափոխվել։ Միանգամից տեղափոխվելը դա լոտոյի պես բան է։ Կարող է մեկը գա, միանգամից շատ սիրի Երևանը մնա, բայց հիմնականում կարծեմ ճիշտ քիչ-քիչ անել այդ ամենը։ Քիչ-քիչ գնալ, գալ, ինչ որ մի շրջապատ ստեղծել, եթե կարողությունը կա, ինչ որ գույք ձեռք բերել, դա շատ մենք ունեինք, մենք եղավ 6 տարի առաջ ձեռք բերեցինք գույք եւ դա մեզ շատ օգնեց։ Դե չէ, գիտեք, տնտեսական, վարձակալությունը թանկ է եւ այլն եւ այլն։ Այդ հարցերը լուծումը կամաց պետք է տալ։ Իսկ երկրորդը ես կասեի նույնիսկ եթե ամբողջովին չտեղափոխվեն, այդ անգլերենով ասեմ hybrid lifestyle-ը, այսինքն մի ոդկը հիմնովին ստեղ լինի, բայց մի ոդկն էլ դուրսում լինի,
Առաջ այս մոդելը իրականացնել չէր կարելի, սովետական միության ժամանակ դա բնականաբար չէր կարելի, բայց նույնիսկ հիմա առաջ Հայաստան գալ-գնալը բավականին դժվար էր։ Մենք օրինակ 2 տարի մեկ էինք գնում Սիրիայից, ինքնաթիռ նստելը դա ամեն բան մարդու հասանելի չէր, բայց հիմա գնալ-գալը շատ է հեշտացել հայերի համար, մանավանդ դուրսում ապրողների համար։ Պլյուս աշխատելը նաև միանշան է, դա էլ է ասելու, hybrid կյանքը այնով էլա, որ դու կարող ես քո կյանքը լրիվ չքայքայել դրսում, COVID-ից հետո շատ մեծ համատարած մարդիկ նույնիսկ շահագրգռում են քեզ, որ դու տնից աշխատես, որպեսզի իրանք օֆիսի ծախսերը չհոգան։ Այդ մոդելը կարծում եմ շատ ավելի կհեշտացնի Հայաստան տեղափոխվելը։ Բոլոր կապերը կտրել, գալ Հայաստան, գործ փնտրել, այստեղ աշխատել, դա էլ կարելի է, որովհետև շուկան բավականին մեծանում է, բայց եթե այլընտրանք չկա, իսկ եթե այլընտրանք կա, կարելի է այդ hybrid մոդելը փորձել, վերջ արդեն կյանքը ցույց կտա երևի ճիշտ ճանապարհը։ Մենք ամենայն թեպս այս հաղորդման շրջանակում մենք ունեցել ենք դասնյակ հյուրեր, ամեն մեկը մի դերբեր պատմությամբ է, մեկը գույք ունեցել է, մյուսը գույք չունեցել, մյուսը միջի հիմա գույք չունի, բոլորը քդել են իրենց դեղը, իրենց աշխատադեղը, իրենց ֆիրման են հիմնել, մի քիչ դժվարություն են ունեցել, վերջը հաջողվել են բոլոր դեսագի մարդկանց հրավիրել ենք ու խոսացել ենք, բոլորն էլ կողեն այդ ընտանեկան ապահովության մասին են բոլորը խոսում, ու բոլորը գոհեն ու ոչ ոք չի ուզում հետ գնա։ Դա նշանակում է, որ եթե ուզենաս, կանես միակ մեկ ճանապարհ չի այդ բոլորին հասնելու համար։ Բոլորը եկել են ու ինչ որ մի բան գտել են այստեղ, Փառք Աստծո, որ էս մի քանի հազար մարդիկ կան Սփյուռքից որ եկել են այստեղ, մենք բայց ցկտում ենք, որ շատ ավելի շատանա մեր թիվը։ Այո, միանշան կարելի էր աշխատել բոլոր կողմերից, որովհետև 20,000 սիրիացի եկավ, սիրիահայ եկավ։ Դե թանակը ոսկորի հասնելու հետո էլ գա, այդ բادرազմը չլիներ, նայենք այդ 20-ը ինչքան կլիներ, այդ ստատիստիկաները չգիտենք ինչպես է։ Բայց մեծամասնությունը գնացին Հայաստանից ցավոք։ Տեսեք, այդ տեղափոխվելը հեշտ չէ։ Այստեղ բավականին դժվարություններ կան, բայց իմ ասածս ինչ է, որ 20 տարի առաջ կամ 15 տարի առաջ մարդիկ պետք է որոշում կայացնեին։ Մենք այստեղ ենք ապրում, թե այնտեղ։ Սիրիայից էլ տեղափոխվում էին Կանադա եւ այդ որոշումը միակողմը գնում էին եւ վերջ։ Իսկ այսօր շատ տարբերակները շատ են։ Դա մեծ առավելություն է։ Կարելի է փորձել, գնալ, գալ եւ եթե մենք չենք ուզում որ մարդիկ տխուր լինեն։ Եթե իրանց համար Հայաստանը լավ տարբերակներ առաջարկում է, ինչու չփորձել։ Երբեմն երևի դուք գիտեք ինչի մասին եք խոսում, սա իմ ընկերներից մեջ ես նկատել եմ, այդ որոշումը պետք է առնել։ Այո, այդ որոշումը առնելու համար, ոչ թե որ ասենք եթե կյանքի հունով մեկը ապրում է դրսում, կարելի է փորձել։ Դե մարդու տեսակ է, մարդը անում է որոշումը, մարդը չի վարվում։ Մարդը գասում է այդ գայձը մի անգամ արմենագին լսի ու դրանից հետո ինքը որոշի։ Դրա համար էլ հրավիրել ենք շատ հաջելի զրույցի համար շնորհակալ եմ շատ Արմենակ ջան։ Հույսով եմ նորից կհանդիպենք, Աստված օրհնի ձեր ընտանիքը։ Մերսի շատ։ Բոլորին հասնի այդ Հայաստանին, որ բոլորս երազում ենք։ Երանի, շնորհակալ։